երկրները մեծ շուկով նշում են հայ բեմի մեծագույն վարպետներից մեկի Վահրամ Փափազյանի ծննդյան 70 և բեմական գործունեության 50-ամյակը։ Դա ընդամենը 6 տարի առաջ էր։ Հայ բեմի բոլոր օթելլոները սնվել են փափազյանական հարուստ աղբյուրից։ Այնքան ապրեք, մինչև այս Դեզդեմոնան էլ մեծանա, և դուք մի օր նրան էլ սիրեք ու խեղդեք։ Բոլոր օթելլոները իրենց սրերը խոնարհում են ձեր առաջ։ Ու այդ օրը Շեքսպիրյան բոլոր արտիստները երդվում են միշտ բարձր պահել հայ բեմի պատիվը, ապացուցելով, որ իրոք Հայաստանը Շեքսպիրի երկրորդ հայրենիքն է, ինչպես ասել է մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ Պոլիս Փափազյանը ծնվել է այս քաղաքում։ Այստեղ Մանուկ Փափազյանը առաջին անգամ տեսնում է թատերական ներկայացումներ, ամբողջապես կլանվում նրանցով։ Փափազյանը Շեքսպիրի գործերին ծանոթանում է Վենետիկում Մխիթարյանների Մուրադ Ռաֆայելյան վարժարանում սովորելիս։ Այստեղ նա կարդում է Օթելլոն, ապրում Վենետիկի Մավրի ողբերգությամբ։ Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և հայ բեմի մյուս աստղերի արվեստի հմայքը գերել է Փափազյանին։ Նա առաջին անգամ հանդես եկավ Օթելլոյի դերում 1908 թվականին, երբ 20 տարեկան էր։ Իսկ հետո Եվրոպա, ելույթներ բազմաթիվ բեմահարթակներում, մեծ տպավորություններ, առաջին գիրքը աշխարհի թատրոններում։ Փափազյանի ստեղծագործական անհատականության ձևավորման համար մեծ նշանակություն ունեցան նաև եվրոպական բեմի խոշորագույն արտիստներ Նովելիի և Ցակոնիի արվեստը։ Վերածնված Հայաստան, նոր կարգեր, երիտասարդ երկիրը մագնիսի նման քաշում է հայ մշակույթի անվանի մարդկանց։ Վահրամ Փափազյանը գալիս է Հայաստան։ Իր դարավոր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը մայր հողի վրա ստեղծում է թատրոն, որի պահպանման ու զարգացման գործը դառնում է պետական հոգս։ Նոր կարգերի և իր աչքերի առաջ աննախընթաց զարգացում ապրող երիտասարդ թատրոնի ազդեցության տակ Փափազյանը նորովի է ըմբռնում դերասանի տեղն ու դերը ժողովրդի կյանքում։ Հովհաննես Աբելյանի, Արուս Ոսկանյանի և մյուսների հետ Փափազյանը մեծ ոգևորությամբ նվիրվում է սովետահայ նորաստեղծ բեմին։ Իմ ամբողջ մտածումը, հնանուկը, իմ երկրորդ եսի գազմողը եղել է Վիլհելմ Շեքսպիրը։ Այ օրինակ նրա աշխարհարչակ Համլետը, եզերական ուժերի հետ գրվող այդ թշփախտ իշխանը, այդ հիանալի գերբարը, ամբողջ տարիներս բացերել ինձ։ Հետո ոչխարքործությունից Քարշանքի և ապականության հադագը ինչած այդ թժողքի հավոր ռեշը Մակբեթը և վերջապես նրա համաշխարհային ամենագեղեցիկ գործը, գործերի գործը Լիրը և վերջապես այ իմ ամենասիրածը նա, որ ամենքից ավելի ինձ չարչարել ու դանջել է, որ ամենքից ավելի ինձ է եղել աշխարհի 4 ծագերից զանազան լեզուներով, ծանոթ թե անծանոթ թեմերի վրա ամբողջ 5 անգամ 10 դարի այդ Օթելլոն է, որին ես սիրել եմ, քուրքուրացել, մեծացրել ինձ հետ, նա ինձ հետ մեծացել է, ժամանակին երդասարդ էր, իմ այգել է իմ դարիքում, և թեր նա գաբրի ինձ հետ, թեր ինչքան ժամանակ, որ իմ կյանքը գդևի, ինչքան ժամանակ ես կարող եմ ծարայել ինձ լսող հանդիսատեսին։ Վիլյամ Սարոյանի մեկ գրգորը Փափազյանի սիրված կերպարներից է։ Ու, որան, շնչեք, սահան թապտեցեք,
մինչև չրահեր կանեք ողողեք, դու, գանիկ, կդուր և աշտարակ։ Այղասաս պոթորիկ կորա, չնչիր այս հաստորովային աշխարակունքը, չորած սուրու նրա սերմրանելը, չնչիր նրա երիգամունքը, որ էլ չձնվի աբերաղ զավակ։ Իմ հրղատակիս էլ կախել, լեզուն դուրս ընգած, աչկերը թապած, ոյ ինչու համար մուգը, շունը գադում, շնչում է ապրում և դու չես շնչում, դու էլ հետ չես կա, երտեք, խնդրում եմ, ասպետ, ասագիր, ոզիս կոչակ, ուշ չգա, այդեցեք, աչկերի լույսը թապել է, չիկաներ, չիկաներ, շուչ, շրտները, մոխիր եմ պուչը, Ռուս կլասիկները ևս առատորեն սնել են արտիստի տաղանդը։ Հետո։ Հետո։ Դու կարծում ես, որ ես կենթանի եմ, չէ, ես չկամ, ես մերել եմ, կոլորը կարծում եմ, որ կամ, բայց ես չկամ, մերել եմ, չկամ։ 1928 թվական Վարան Փափազյանը Մոսկվայի անվանի դերասանների հետ հանդես է գալիս Շեքսպիրյան խաղացանկով։ Скажите, генерал, знал Кассио о вашем увлечении до вашей свадьбы? Սկզբից մինչև մեռանության օրը։ А это ты, Этелла? Desdemona. Ты не ляжешь спать? Ce soir, en dormant, as-tu prié Dieu, Desdemona? Да, дорогой мой. Մայրաքաղաքի արվեստագետները, անվանի արտիստները բարձր գնահատեցին Փափազյանի արվեստը։ Անվանի արտիստ Միխայիլ Չեխովը գիրքը նվիրելով Փափազյանին նրան իր ուսուցիչն է համարում։ Անվանի արտիստուհի Գոգոլևան սիրով է հիշում Փափազյանի հետ համատեղ աշխատանքը։ Հայ ժողովուրդը եւ մենք բոլորս արվեստի մարդիկ հպարտանում ենք, որ ունենք այնպիսի հրաշալի տաղանդ, ինչպիսին հայ տրագիկ արտիստ Վահրամ Փափազյանն է, ասում է Գոգոլևան։ Փափազյանը իր օդելով հսկայական հաջողության հասավ։ Ռուսական թատերական քննադատությունը բարձր գնահատելով արտիստի արվեստը նրան հայտարարեց Շեքսպիրյան դերերի մեծագույն վարպետ սովետական թատրոնում։ Եմիրովիչ Դանչենկոն Փափազյանին համարեց համաշխարհային ողբերգակ։ Փարիզ 1937 թվական Կարող էր արդյոք մտածել Փափազյանը, որ տարիներ հետո կրկին գալու է այս քաղաքը, արդեն համաշխարհային ողբերգակի անուն վաստակած։ Օդեոնի Ֆրանսիացի դերասանների հետ նա Օթելլո և Համլետ է խաղում։
Ամենուրեք, արևմուտքում թե արևելքում, մամուլը բարձր գնահատեց նրա արվեստը։ Փափազյանի արվեստի ուժը ժողովրդի հետ ունեցած նրա կապի մեջ է։ Խաղալը նրա համար անհաղթահարելի կենսական պահանջ է։ Վահրամ Փափազյանը առաջին հայ դերասանն է, որին շնորհվում է անդրկովկասյան 3 հանրապետությունների ժողովրդական արտիստի բարձր կոչում։ Փափազյանը որպես մարդ ու քաղաքացի, որպես արտիստ ու արվեստագետ, ամեն ժամանակ ժողովրդի հետ է։ Նա ապրեց Լենինգրադյան բլոկադան, ելույթներ ունեցավ հոսպիտալներում, զորամասերում։ Այստեղ Փափազյանը կորցրեց իր սիրելի կնոջը։ Այդ ծանր օրերին էլ նա շարունակում էր բեմական գործունեությունը։ De la part des peuples soviétiques, à toi France. Salut. Արտիստի վառ հայրենասիրական ելույթը ֆրանսերեն, իտալերեն եւ թուրքերեն ուղղված աշխարհի մարդկանց անսասան հավատով էր տոգորված սովետական ժողովրդի հաղթանակի նկատմամբ։ Վարպետը այժմ էլ անսպար երանդի տեր է, ապրել նշանակում է ստեղծագործել թե բեմի վրա, թե տանը։ Իրոք որ Աստված արդարամիտ է։ Եվ այժմ Հայաստանը դավարդված է ինչպես թվում է, անցյալ մեղքերից պատիժը կապել։ Քիչ է պատահել այսպես անհամբեր ուրիշի կանայքին ձեն սպասել, իսկ իմ անստած սեփական գնգանս սպասում եմ ես։ Փափազյանին հարազատ են նաև կինոտաղավարները, որտեղ նա կերտել է մի շարք կերպարներ։ Փափազյանի արտիստակին նրա հիանալի գրքերը ավելացրին նաև գրողի փառքը։ Գրիր, հրադարակված էջեր ունենալու համար չէ, որ թելադրեց այս գիրքը, այլ քեզ, իմ ծնող, իմ մայր, իմ հարազատ ժողովուրդ, ուզեցի նվիրել բազում դարիներից վաստակը իմ օրերի իրիկնամուտին, իմ օրերի իրիկնամուտին, ընդունիր և ներիր, Փափազյան, այսպես։ Փափազյանին խոր հարգանքով են հիշում մեր երկրի բոլոր այն վայրերում, ուր նա ոտք է դրել ու բեմ բարձրացել։ Նա բազմաթիվ նամակներ է ստանում տարբեր ազգությունների ու տարբեր զբաղմունքի դեր մարդկանցից։ Երևանյան գերող Արովյան դուրս է կանչել վաստակած վարպետին։ Բայց այսօր էլ նրան սպասում են բեմքսերը։
բեմը, միշտ կանչող բեմը, որտեղ մեծ վարպետը տարիներ շարունակ կերտել է անմահ կերպարներ։ Ահա նրանք, Քինո, Ռոմեոն, Դոն Ժուանը, Ուրիելա Կոստան, Շամիլը, գեղարվեստական մեծ հաճույք են պատճառել բազմահազար արվեստասեր։ Եվ այդ անմոռանալի կերպարների մեջ նորից ու նորից բարձրանում է մեկը, անմահ Մավրը, Փափազյանի բեմական փառքերի փառքը։ Ես ձեզ մոտ քննություն եմ, սինյոր Լոդովիգո, Եվ դուք այս սոսկալի դեպքերի մասին գրեք սենադին, պատմեցեք ինձ այնպես, ինչպես որ ես կամ, չպագասեցնեք իմ անցանկը չավելացնեք, այս, գրեք նրան, որ ես մի մարդ էի, որի խելացի գերբով չկարող ասավ սիրել, այս խելակարի պես էր սիրում, մի մարդ, որի աչերը չէին սովոր արդասվելու, բայց արդասվեց ավելի շատ արդասում տեպեց նա, կամ դեգաղամախին, Իրա խերն է թապում, առաբյոն ավատներում։ Այուք, բենեդիկցի մարդիկ, այս պողրիսը դավելացրեք որ մի օր, հալևում, մի վայրենի և խրող պատտոցավոր դաջիկ, մի սրիգա, իմ աչկերերով սարգավ ու դեզես մի բենեդիկցի, Անարկելով այրենիք, որի համար ես իմ պազուգուսի սպաստրի, իսկ ես վայրենամրունչ, պատրային մանգադարի, պրնեցյան կլպատված շանը գոգորտից, և ես պանեցի նրան, հայ! Սովետական միության ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյանը մեր արտի թատրոնի պայծառ գագաթներից մեկն է։